Գիտեք, ինձ թվում է դա միայն առաջին հայացքից է առայժմ այդպես, որովհետև նախ Թուրքիան ինչ չափով է ընդգրկված այդ գործընթացի մեջ։ Այո, վերջին փուլում ըստ էության որոշ չափ ընդգրկվեց մանավանդ Դոհայում ընթացող 3 այսօր բանակցություններին, Իբրահիմ Քալանը ըստ էության թուրքական կողմին է ներկայացնում, եւ այո, Թուրքիան արդեն ունի որոշակի ներգրավվածություն։ Մյուս կողմից փաստերը ցույց են տալիս, որ Թուրքիան նույն Իսրայելի հետ օրինակ տնտեսական հարաբերությունները կամ չի սահմանափակել, կամ շատ քիչ է սահմանափակել։ Էրդողանը ինչ հիմքով է ասում, մենք դադարեցրել ենք տնտեսական։ Դե գիտեք ինչ Էրդողանը ասում է, բայց օրինակ նույն ընդդիմադիր դաշտից մեծ բաներ բերում են, օրինակներ, որ ընդհանրապես չի սահմանափակվել, ընդհանրապես ձևն է փոխվել։ Եթե նախկինում ուղիղ առևտուր էր իրականացվում, հիմա Կիպրոսի միջոցով է իրականացվում, օրինակ։ Կամ Ադրբեջանի միջոցով է իրականացվում։ Այստեղ ես դեռ չէի շտապի հակասություն տեսնել նրանց մեջ, որտեղ ավելի շուտ, տեսեք, ես մի այսպես դիտարկում անեմ, Թուրքիան ինքը հաշվի առնելով Իրանի փորձը մերձավոր արևելյան իրադարձություններում, հատկապես վերջին 14-օրյա պատերազմը, եկել է մի այսպիսի եզրակացության, ընդ որում իրանք դա հրապարակել են փաստաթղթի տեսքով, վերլուծության տեսքով, որ Թուրքիայի համար շատ կարևոր է, այսպես կարևոր մեխանիզմներից մեկը դաշնակիցներ ունենալն է, այսինքն ինչ-որ առանցք ձևավորելն է։ Ըստ էության Իրանը այդպիսի առանցք ձևավորել էր, բայց Իրանն էր մենակ որպես պետություն եւ մնացածը պրոքսի ուժերն էին, որը փաստորեն չաշխատեց։ Թուրքիան սա դիտում է, որ ինքը պետք է առանցք ձևավորի պետությունների հետ, ու որպես այդպիսի պետություններ այդ փաստաթղթում նշված է Ադրբեջանը, այսինքն եւ մենք տեսնում ենք արդեն կամած Ադրբեջանի ներգրավվածությունը Սիրիայում, տեսեք նավթամատակարարում, որոշակի հարթակատրամադրում, փորձում է միջնորդական դեր ստանձնել Իսրայելի ու Սիրիայի միջև։ Չի բացառվում, որ Գազայի հետ կապված ինչ-որ գործընթացներում էլ փորձեն այսպես օգնության հասնել ավելի շուտ Թուրքիային։ Նշում է նաև որպես այդպիսի պետություն Սիրիային, Հյուսային Կիպրոսին եւ Պակիստանին։